Հունիսի 14-ից կմեկնարկի կիբերանվտանգությանը նվիրված շաբաթը, որի շրջանակում նախատեսվում են մի շարք միջոցառումներ, գիտաժողովներ, սեմինարներ եւ հանրային իրազեկման նախաձեռնություններ։ Պետք է շեշտեմ, որ այս գաղափարը սկսել է 4 տարի առաջ, ընդամենը 1 օրով Սարբեջան ամբողջ աշխարհից հավաքում էինք խոսնակներ եւ տարբեր հետաքրքիր գաղափարների շուրջ ոլորտի մասնագետները, պետական մասնավոր հատվածի ներկայացուցիչները եւ նաեւ միջազգային փորձագետները միտեղ քննարկում էին կիբերանվտանգության եւ գլոբալ մարտահրավերներ եւ Հայաստանի հետ կապված։ Մասնագետները նշում են, որ վերջին շրջանում կիբերհարձակումները զգալիորեն ավելացել են ինչպես ֆինանսական հատվածի, այնպես էլ կրիտիկական ենթակառուցվածքների վրա։ Ֆինանսական ոլորտը շարունակում է մնալ հիմնական թիրախներից։ Հարձակումների է ենթարկվում նաեւ առողջապահական համակարգը։ Հայաստանում վերջին շրջանում թիրախավորվել են 3 խոշոր բուժկենտրոններ։ Նշեմ, որ այս տարի մեր միջոցառմանը ֆինանսական հատվածից արդեն գրանցված ունենք մոտ 100 մասնակից, թեև դեռ գրանցումը ուժի մեջ է, ունեն գրանցված մասնակիցներ աշխարհի տարբեր երկրների կենտրոնական բանկերից եւ բավականին մեծ հետաքրքրություն կա։ Էապես ավելի հեշտ է հարձակվել հիվանդանոցների վրա, հարձակվել, չգիտեմ, water and gas, ջրային եւ գազային ռեսուրսները կառավարող կազմակերպությունների վրա, հարձակվել էլեկտրոցանցերի վրա, հարձակվել այնպիսի կազմակերպությունների վրա, որոնք էական կարևոր դերակատարություն ունեն եւ իրենց անունը, եթե այսպես ասենք, ինչպես պարոն Երեցյանը նշեց, կրիտիկական ենթակառուցվածք։ Կիբերանվտանգության մասնագետների պակասը լուրջ խնդիր է ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս։ Սա խոչընդոտում է ոլորտի կայուն զարգացմանն ու արդյունավետ պաշտպանական մեխանիզմների ձևավորմանը։ Շատ մասնավոր ընկերություններ այս ոլորտում շատ բացակայում են նաեւ, այսինքն դա իմ կարծիքով գլոբալ խնդիր է, այդ կարող ենք քննարկենք։ Իսկ մասնագիտական տեսանկյունից պահանջները ոնց որ շատ սպეციფიկ չեն, այսինքն կա ինչ որ ուղղություն, ոնց որ մասնագիտական ճանապարհ, որ բոլորը պետք է անցնեն ու փակաստու նաև կա համապատասխան ոնց որ էկոսիստեման այդ ամենը տրամադրելու։ Արդեն ավելի քան 2 տարի շարունակվում են քննարկումները կարգավորման էկոհամակարգի շուրջ, որը նպատակ ունի սահմանել հստակ ստանդարտներ եւ պահանջներ, ինչպես ոլորտի մասնագետների, այնպես էլ ամբողջ կիբերանվտանգության ինդուստրիայի համար։ Օրենքի նախագիծ կա, որը շուտով ազգային ժողով քննարկման կուղարկվի, որը սահմանում է թե որ կրիտիկական ենթակառուցվածքները պետք է պաշտպանվեն, ինչ ձևով պիտի պաշտպանվեն, դրանց ցանկը կառավարությունը պիտի հաստատի եւ դրանց նկատմամբ կան ստանդարտներ, պահանջներ, կարգավորումներ, որոնք պիտի իրականացվեն։ Կիբերանվտանգությանն ուղղված նման միջոցառումները կարևոր քայլ են ոլորտի խնդիրների հաղթահարման եւ հասարակության իրազեկման մակարդակի բարձրացման համար։ Միայն մասնագետների, պետական մարմինների եւ մասնավոր հատվածի համատեղ ջանքերով հնարավոր կլինի ապահովել արդյունավետ պաշտպանություն ժամանակակից կիբերսպառնալիքներից։ Մոնիկա Հայրոյան, Reopen Media։